Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր MRT podcast-ի հերթական թողարկումն է եւ մեր հյուրն է Այաս Պարային դպրոցի տնօրեն, երաժշտական ղեկավար Ասիա Թադևոսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Ասիա ջան։ Սկսենք նրանից, որ ես Ասիային ճանաչում եմ մոտավորապես մի 5-6 տարի ու պատահական տեսա, որ դպրոց եք հիմնել, միշտ մտածում էի, էլի, օրինակ այդ ամեն ինչը մինչև իմ երեխա ունենալներ, ու միշտ մտածում էի, վայ ինչ հավես է բան, ու իրանք ունեն sense գեղեցիկ ֆիալետովի, սիրենևի ֆորմաներ, այսինքն աղջիկներին բոլորին սիրուն են sense նայում ես, իրանք փուչոկով գեղեցիկ այդ շորիկները հագած, շատ համահունչ է ամեն ինչը նայվում, ու sense միշտ երազում էի, ասում էի, վայ, երեխա ունենամ, աղջիկ երեխա ունենամ, մոտ բերեմ երեխային, որ բարի հաճախի ձեզ մոտ, ու տենց սպասել եմ։ Հիմա ոնց որ արդեն մի քիչ մոտենում է այն ժամանակը, որ մենք արդեն որպես ծնող եւ ղեկավար կշփվենք իրար հետ։ Ամեն դեպքում Ու նաև որպես բժիշկ։ Որպես բժիշկ, աստված չշփվենք որպես բժիշկ, որպես MRT-ի խորհրդատու։ Լավ, որպես խորհրդատու։ Որովհետև գործ ունենք այնպիսի մի բնակավարի հետ, որտեղ որ ցավոք տրավմաները շատ են ինձ թվում Ասիան։ Այո, տրավմաները շատ են, տրավմաները շատ են ու ինչքան շատ դեպքեր ենք մենք նայում հենց կապանների պատրվածքի հարցերով կամ չգիտեմ սխալ շարժումների հարցերով։ Ես մի քիչ կուզենայինք հիմա մենք խոսալ հենց ինչ պրոֆեսիոնալ տրավմաներ են լինում ձեր բնակավարում, հա։ Նախ շատ հաճելի է, որ այս թեման բարձրացվում է առհասարակ, որովհետև այս պահին ցավոք սրտի բազմաթիվ դպրոցներ, ստուդիաներ կան Հայաստանում, ովքեր որ այսպես ասած դասավանդում են բար եւ հատկապես դասական բար, որը որ շատ կարելի ասել, որ չակերտավոր է, որովհետև դա ոչ թե օգուտ չի տալիս երեխային, այլ շատ վնասում է։ Ես կարող եմ սկզբից կուզեի նշել, որ Այասը արդեն 9 տարի է գործում է եւ մենք ունենք բավականին մեծ փորձ երեխաների հետ աշխատելու եւ ինչպես դու նշեցիր, մենք երեխաներին պարտադիր ընդունում ենք 4 տարեկանից սկսած, որովհետեւ հենց տրավմաները եւ առողջական խնդիրները կարող են առաջանալ նրանից, որ երեխաների մոտ ձգումները շատ վաղ տարիքից սկսում են կատարել։ Այսինքն այսպես կոչված է, չգիտեմ, շպագատներ, որ ասենց ասեմ տերմիններով, որ հիմնական բոլոր ծնողներին ավելի տենց սովոր են էլի լսելու, չգիտեմ, most հաստատ գիտեք այդ շարժումները, ինձ թվում է բոլորը ինչ որ մի պահի հաստատ զբաղվել են բարով ու բոլորը սենց պատկերացնում են, որ վայ տանենք երեխան արվեստի հետ շփվի, բայց ոչ բոլորն են բարեխիղճ գտնվում եւ երեխայի հետ աշխատում այնպես, ինչպես որ պետք է, այսինքն այդ սիրողական կոչվածը նույնիսկ կարող է շատ վնասակար լինել երեխայի համար։ Նայեք, եթե դասական պարով, հենց բալետը, հա, նշեմ, այսպես բալետով երեխաները զբաղվում են փոքրուց, ճիշտ տարիքից ու ճիշտ ձևով, դա շատ դեպքերում, հավատացեք, կարող է շատ օգուտ լինել իրենց։ Բնականաբար մասնագիտացված, այսինքն պրոֆեսիոնալ ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել որոշակի տրավմաների, որը եւս նորմալ է եւ կարող եմ ասել, որ դա անհատապես է։ Այսինքն կա օրգանիզմ, որը որ ինչ որ օրինակ շարժումներ այդ ծանրաբեռնվածությամբ կատարելուց կարող է առաջացնել որոշակի խնդիրներ, հա։ Հիմնականում ոնց նշեցիք, ողնաշարի հետ է կապված խնդիրները, հենց երբ որ մեջքի վարժություններ են անում երեխաները, ասես բացատրեմ, կուզեմ շատ ասես մանրամասն մի քիչ բացատրեմ, որ նաև լսում ենք, ես ունեմ երեխա, ինձ հետաքրքիր է շատ։ Որ ծնողները պատկերացնեն, օրինակ, երբ որ այդ նույն մոստը կատարում են կոնքերից, ոչ վերև երկարելով, այլ այսպես ուղղակի ճկվում են, պատկերացրեցիք, շատ ժամանակ կան որ վերցնում են երեխաներին, սենց ուսուցիչները, կարող տեսնեք ինչ-որ տեսանյութեր, որ սենց ուղղակի ճկում են ներքև, բայց պետքա պարտադիր ողնաշարը երկարացնել, նոր տանել, որպեսզի այդ պոչուկի հատվածի վրա շատ ծանրաբեռնվածություն չլինի, հասկանում եք։ Եվ ջլի պատրվածք չառաջանա, տրավմաներ, միկրոտրավմաներ։ Հետո այնտեղ ողերը շատ ժամանակ սենց կարող են այսպես իրար վրա են գալիս, սենց բաց, լիստեզա կոչվում բժշկական տեսանկյունից, դուք ավելի լավ կարող եք բացատրել։ Այնպես պահ կա, որ երբ որ արդեն որոշում են կայացվում,
Իհարկե երեխայի դեպքում դա միշտ ծնողի ցանկությամբ է լինում, բայց երբեմն երեխաներն էլ են հստակ որոշում, որ իրանք ավելի պրոֆեսիոնալ պետք է զբաղվեն։ Ձեր կողմից այդ մոտեցումը մի հատ բժշկական հետազոտություն անցնելու, թեկուզ հենց ողնաշարի վիճակը տեսնելու համար, այ ոնց է դա կատարվում ու ոնց է խորհրդակցում բժիշկների հետ։ Ահա, ես անձամբ ունեմ շատ լավ եւ նևրոպաթոլոգ եւ կինեզիստ, հա, այսպես որ համակցված ես այն երեխաները, ովքեր որ արդեն շատ ավելի շատ են ընդգրկվում, մեզ մոտ սիրողական ասվածը գոյություն չունի։ Երեխաները գալիս են արդեն չեմ ուզում ասեմ լրիվ մասնագիտացված պարապելու, բայց սկսում են իրենց ուղին հենց մասնագիտացված ճանապարհով, այսինքն մենք այդպես ինչ որ խաղային վիճակ մեր դպրոցում չկա։ Նույնիսկ այն 4 տարեկանները, որ գալիս են, մենք իրենց սկսում ենք արդեն մասնագիտացված սովորեցնել ամեն շարժում, բայց երբ որ արդեն սկսվում է ավելի բարդ շրջան, բնականաբար դա սկսվում է ավելի այսպես 10-ից մինչև 12 տարեկանի շրջանը, երբ որ երեխաներ կան, ովքեր աշխատում են պուանտների վրա, հենց այդ բալետային կոշիկները կոչվում են պուանտներ, եւ ովքեր որոշակի հնարքներ են սովորում, այդ դեպքում մենք ուղղորդում ենք ողնաշարաբանի, նյարդաբանի մոտ, որ տեսնեն, հա, հանկարծ խնդիրներ չլինի, բայց նաեւ ասում եմ, կա ուսուցման մեթոդիկա, որը որ այնպիսին է, որ երեխաների հետ եթե դու այդ ձևով ես աշխատում, հիմնականում չի լինում ոչ մի խնդիր։ Իրապես, եթե դու ուղակի առանց հասկանալու, այդպես ասում եմ, սեղմում ես, այդ ոնց որ ցավացնել, օրինակ այդ որ ցավացնում ենք, բացում ենք շպագատ կոչվածը, դրա աստիճան գոյություն ունի, հա, այսինքն պետքա դա ճիշտ ձևով արվի։ Հետո ամեն մարդու մոտ, չգիտեմ, երևի դուք բժշկական տեսանկյունից կասեք, ես դա ասում եմ իմ մասնագիտական առումով, ինչքան նկատել եմ, բոլորի մոտ այդ կոնքազդրային հոդը շատ տարբեր է լինում։ Կամ էլ աճառների առանցքականությունն է տարբեր։ Օրինակ ես շատ չոր եմ։ Իմ մոտ չի ստացվում սա, բայց օրինակ մարդկան մատը կարողանում է միջև վերջի հետ։ Այսինքն ամեն մի երեխա տարբեր ձև է, ինդիվիդուալ պետք է մոտենալ, ոչ թե բոլորին բռնել։ Ու երբեմն շատերը ցավին դիմանում են կամ օրինակ կան չէ տրեներներ կամ ծնողներ, որ ասում են ոչինչ պետքա ցավա եւ այլն, որը որ մի որոշ ժամանակ հետո հա կարող է այդ պահին այդ ցավա ու ոչ մի բան չլինի, բայց մի որոշ ժամանակ հետո ունենում ենք լուրջ խնդիրներ։ Ես պարտադիր հսկողություն լինի ու պարտադիր։ Կակրաս ուզում էի դա հարցնել, որովհետև մենք ունենք ընդհանուր ընկերուհի, որը պարուհի է, երկար տարիներ պարում է ու ինքը ասում է, որ դա բոլոր պարողների խնդիրն է, մենք ունենք մեջքի խնդիր։ Այդ է ուզում հասկանալ, իրոք տենց բան կա, թե դա միֆ է։ Հիմա նայեք, ուրեմն ես մեջքի խնդիր ունեցեմ մոտ մինչև 18-19 տարեկանը, մինչև որ սկսել եմ աշխատել արդեն դասական պարի մասով, մեր այսպես Հայկ Ավագյանի հետ, ով որ մեր կենտրոնում հենց դասավանդում է դասական պար։ Այ իր հետ աշխատելուց հետո, երբ որ ինքը սկսեց սովորեցնել, թե ինչպես պետք է առհասարակ, ասում եմ, կոնքերից երկարել վերև եւ ողնաշարը ձգել վերև, դրանից հետո մեջքի բոլոր ցավերն ու խնդիրները վերացան։ Իհարկե ես գնացել եմ ինքս բժշկի, որովհետեւ այդ երկար տարիներ այդ սեղմումները, որոնք որ պետք էր մի քիչ ուրիշ կերպով արվեր, անելուստու ես էլ եմ ունեցել այդ ցավը, այդ խնդիրներ ունեցեմ գլխապտույտներ, այսպես կնշեմ էլի, որովհետև նույնիսկ մարդիկ կան, որ երևի չեն պատկերացնում, որ ուղղակի երեխան կարող են տանել բարի, հետո որոշակի շրջան հետո, ասենք 8 տարի, 10 տարի գնալուց երեխայի մոտ օրինակ առաջանա գլխապտույտ ու ես ինքս այդ գլխապտույտի պատճառը մոտ մի քանի տարի փնտրել եմ, չեմ կարողացել գտնել, հետո արդեն չգիտեմ մասնագիտական մարդկանց բժիշկների անունները այստեղ պետք է տամ թե չէ, բայց կինեզիստի հետ աշխատանքից հետո, շատ լավ աշխատանքից հետո դա լրիվ վերացավ ու հասկացանք, որ իրականում ողնաշարից էր հենց այդ գլխապտույտները։ Իմ ասածը նա է, որ մեր ծնողները պետք է մի քիչ ավելի ուշադրությամբ ընտրեն հենց այդ խմբակները կամ այդ դպրոցները, որտեղ երեխաներին տանում են։ Ստեղ խնդրում եմ միջամտեմ էլի, ուրեմն ոնց որ Եվան շատ հետաքրքրվում է բալետով եւ ինքը հագնում է այդ պաչճկաները, ասում է, սենց սկսում է տանը ապարել ու ասում է, որ ուզում է գնալ բարի, ես էլ սենց ոգևորված ասեմ, ինչ լավ մասնագետ ես գիտեմ, անձամբ ճանաչում եմ բաման, այսային ոգևորված գրում եմ, Եվան 2.5 տարեկան էր, ասցի Ասիա ջան, ոնց որ Եվային ուզում եմ բերեմ քո մոտ իրոք էլի, ոնց որ այսքան տարի սպասել եմ, Ասյան բարեխղճորեն ինձ
ասեց Մերի ջան, դեռ քո երեխային շուտ է, 4 տարեկանից շուտ իրան չեմ ընդունելու, խնդրում եմ սպասի։ Ես կարծում եմ դա խոսում է մարդկային բարձր արժեքների եւ որակի մասին, որովհետեւ ցանկացած կենտրոն կոմերցիոն տեսանկյունից ավելի հարմար է, ավելի շատ երեխա ոնց որ ունենալ, ու ես շատ կենտրոններ եմ ոնց որ այլ տեսել, որ իրանք օրինակ 2 տարեկանից ընդունելություն ունեն, բայց ոնց ցես հետ զրույցում հասկացա, ավելի շատ ինչ որ խաղի մակարդակով է լինում այդ պարապմունքները, իսկ դուք ավելի ոնց որ պրոֆեսիոնալ մակարդակով եք այդ ամեն ինչով զբաղվում։ Ես մեկը մնում եմ այն կարծիքին, որ Եվան մեծանա դառնա 4 տարեկան, լավ ոնց որ այսայի հետ պայմանավորվել եմ 3.5-ից կարամ բերեմ, տանելու եմ միանշանակ այասպարային դպրոց, բայց շատ կենտրոններ տենց չեն գործում։ Ոնց որ ես վստահ եմ, ես ցանկացած այլ կենտրոն տանեի, ասելու են իհարկե խնդիր չկա 3 տարեկանից երեխային կարող ենք մենք ընդունել։ Ոնց որ հետագայում ունենայի ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական տրավմաներ։ Խնդրում եմ խոսակ դրանից։ Նախ ասեմ, որ բացի այդ բարեխղճության պահը մենք շատ դիմորդներ ունենք, ովքեր իրոք նեղանում են, որ մենք չենք վերցնում եւ այդպես հետո որոշում են իրենք չբերել եւ մենք հետո հանդիպում ենք մի քանի տարի անց, երբ որ այդ երեխան արդեն մի քանի տեղ փորձած եւ դուրս եկած է լինում այդ բոլոր տեղերից, վերջում գալիս է ծնողի հետ։ Եվ այո, այստեղ շատ կարեւոր է հենց այդ հոգեբանական խնդիրը եւս։ Երեխաները փոքր են դեռ։ Եթե իրենց այդ ուղակի խաղալու մակարդակը, կարծում եմ բոլոր մանկապարտեզներում այդպես շատ սիրողական մակարդակի բար դասավանդվում է եւ ընդհանրապես կարիք չկա ինձ թվում է սիրողական մակարդակով այդպես երեխային տանել, իր ժամանակը լցնել այդ հատկապես եթե ճիշտ չեն աշխատելու, այսինքն այդ նույն թաց ձգելը, ես հեսա դա էլ կբացատրեմ, թաց ձգելը կամ թեքումները ցանկացած մկանային օգուտ չի լինելու, ասում եմ, վնաս է լինելու, նույնիսկ կան երեխաներ, ովքեր որ այդ ձգումներից կարող են հետո հասակի աճի, ասենք փոփոխություն լինի, կանգ լինի, հենց այդ ձգումներից է, որը որ պետք չի։ Իսկ հոգեբանական տեսանկյունից երեխաները սկսում են այդ դիսցիպլինայի մեջ մտնել ու իրենք շատ շուտ հոգնում են, երբ որ իրենք փոքր են, բնականաբար իրենք չեն պատկերացնում դեռ, որ իրենք պետքա սկսեն դա անել։ Մեզ մոտ 4-ից 5 տարեկանները նախապատրաստական դասարան են ընդունվում, այսինքն շատ խիստ եք իրանց հետ։ Չէ, 4-ից 5 տարեկանների հետ շատ խիստ չենք, բայց 5-ից բարձրի հետ արդեն շատ խիստ ենք, որովհետև ասում եմ, այդտեղ յուրաքանչյուր սխալ շարժում դա վնաս է երեխային եւ հետեւաբար պետք է լինել խիստ, որպեսզի իրենք կարողանան դա ճիշտ կատարել։ Իսկ 4-ից 5 տարեկանների համար մեզ մոտ այդպես թեթև ծրագիր է, բայց թեթև աստվածը դա էլի շատ մեղմ ասված, որովհետեւ իրենք միևնույնն է 1 տարի հետո շատ գեղեցիկ արդյունք են ցուցաբերում։ Եվ առհասարակ ես կարծում եմ, որ եթե երեխան իր ժամանակը ինչ-որ միտեղ ծախսում է, դա կլինի պար թե նկարչություն, թե երգ եւ ցանկացած բան, պետքա լինի արդյունք, կապ չունի, էլի, ծնողը ինչ ձևա պատկերացնում երեխան օրինակ դա կընտրի որպես մասնագիտություն, թե չի ընտրի, ամենաթանկ ռեսուրսը բոլորիս համար, հատկապես հիմա դա ժամանակն է։ Եվ բնականաբար երեխայի զարգացման հարցում շատ կարևոր է, որ ճիշտ տեղ ընտրել, որ երեխան ինչ-որ մի տարի հետո ունենա այդ արդյունքը։ Իսկ եթե 3 տարեկանից են գալիս անհնար է լինի այնպես, որ մի 2-3 ամիս հետո երեխան չհրաժարվի գնալուց։ Դա մեզանից չի, այսինքն մենք 4 տարեկանից սկսում ենք, մեր երեխաները 10 տարի հաճախում են եւ ավել։ Իսկ այդ 3 տարեկան երեխան ուղղակի պատրաստ չի, որ ինքը պետք է ամեն օր կոկիկ լինի մազերը, ինքը ամեն օր 1 ժամ է 4 տարեկանների համար դասաժամը 1 ժամ է, որը էլի բավականին ծանր է իրանց համար այդ 1 ժամը, հա։ 3 տարեկան երեխան ընդհանրապես չի ուզում այդ խստության մեջ մտնի, այդ անընդհատ կրկնի այդ նույն շարժումները։ Իսկ բարի մեջ ինչ որ արդյունք ստանալու համար պետք է անընդհատ նույն բանը կրկնես։ Կոկիկ լինելու հետ կապված կներեք մի հատ հետաքրքիր դեպք հիշեցի, ուրեմն անցած տարի իմ մոտ գալիս են MRT-ի երեխա է, չեմ հիշում 7-8 տարեկան իրան բերել են իր մայրիկը ու տատիկը խիստ անհանգստացած, որ ինքը ունեն միշտ ուժեղ գլխացավեր, ու այդ երեխան արդեն մի քանի տարի է պարով է զբաղվում գրեթե ամեն օր, ու այդ երեխան գալիս է սենց ձիգ մազերը կապած մի հատ գլխին այսքան կոս, ու խոսում են մաման ու տատիկը, ասում են բժշկուհի ջան,
անընդհատ գլխացավեր, նյարդաբանները նայել են, ասել են խնդիր չկա, բան, շատ անհանգստացած ենք, բա որ գլխում մի բան լինի, մի խոսքով է տելեֆոն հետազոտում ենք MRT-ենք անում, թութու իհարկե իդեալական է, որ ասում են մաքուր գլուխ, հա, մաքուր գլուխ, գնում եմ խոսում եմ հարազատների հետ, ասում եմ իսկապես ոչ մի խնդիր չունի, անոթներն էլ ենք նայել գլխուղեղի նյութը իդեալական մաքուր է, իրանք sense անհանգստացած բան, այդ ընթացքում երեխան գալիս է իր մամայից այդ շպիլկաներն է ուզում, որ MRT-ի պարկասնելուց մենք հանել ենք, շպիլկաներն է ուզում, որ մազերը հավաքի, ես sense մի պահ ֆիքսվում եմ, ասում եմ կներեք էլի, ասում եմ իսկ իր այս սանրվածքը ոնց որ շատ հաճախ է իր մոտ այսպիսի սանրվածք ու մաման ասում է սա իր ամենօրյա սանրվածքն է, ինքը ամեն օր վերակենում, sense ուժեղ կապում է կոսը գլխին, այս շպիլկաները մեջը բան, ասում եմ գիտեք ինչ կապ չունի որ պրոֆեսիոնալ պարուհի է, հաստատ ուրիշ սանրվածքներ կան, փորձեք մի քիչ թեթևացնել, գոնե այդ կոսը մի քիչ իջացնել ու քանի որ ես սիրում եմ հետադարձ կապ պացիենտների հետ, ասում եմ անպայման մի հատ խնդրում եմ էլի կզանգեք ինձ կասեք մի խոսքով մի քանի օր հետո են որ sense վառացիորեն 3 օր հետո զանգում է ինձ այդ երեխու մաման ասում բա գիտեք բժշկուհի ջան 3 օրա մազերը բաց ենք թողել ու այդ գլխացավերը անցել են իր մոտ չկա գլխացավեր մի խոսքով այդպիսի դեպքեր են լինում մեր եթե ավելի պրոֆեսիոնալ խոսանք ինչքան ենք մենք դեպքեր ունենում որ սիրուն երիտասարդ sense պարուհիները գալիս են այդ հենց շատ սլացիկ կազմվածքով ոտքի ինչ որ խնդրով, այսինքն հիմնականում լինում է դա MRT-ի հիմնականում գալիս են ոչ թե կոտրվածքը ախտորոշելու համար, այլ հենց կապանային համակարգի վնասումները ախտորոշելու համար հիմնականում պատրված են լինում կապանները, եթե ոտքը դուրս է ծալվում, պատրված են լինում այս կողմնային համակողմանի կապանները, եթե դեպի ներս այլ կապանները եւ հիմնականում ոտքերի շրջանում։ Ու շատ հաճախ նաեւ ունենում ենք ծնկների հետ կապված խնդիր, այսինքն ծնկան-հոդի մենիսկի պատրվածք։ Ուզում եմ հասկանամ ինչ որ ձևով կարելի է խուսափել, թե ցանկացած պրոֆեսիոնալ պարուհի կամ պարող կյանքի որոշ этаպում կարող է ունենալ տենց խնդիր։ Միանշանակ նշեմ, որ այո, երբ որ պրոֆեսիոնալ ենք զբաղվում, բալետով հատկապես, այդտեղ միշտ ռիսկ կա որևէ տրավմայի, որովհետև բացի այն աշխատանքը, որ անում են ձողափայտի մոտ կամ կենտրոնում, կան այնտեղ նաև պատժկաներ, հայերեն ինչպես ասեմ, չգիտեմ։ Մենք հասկացանք։ Էլի, որ տղան բռնում է, այսպես, եւ միշտ կան ռիսկեր, որ այդտեղ կարող է այդ իջացնել, ինչ որ կերպ լավ չստացվի եւ նաև այսպես պիրուետ կոչվածը պտույտները, որոնք որ հիմնականում մեկ ոտքի վրա են կատարվում մեծ մասը, բնականաբար դրանք բարդ են։ Էլ չեմ խոսում, երբ որ դա կատարվում է հենց պուանտների վրա, այդտեղ միշտ ռիսկ կա, եւ ռիսկը նրանում է, որ կարող ես ցանկացած պահի ինչ որ բանից վախենալ, ինչպես նաև պրոֆեսիոնալ սպորտում է, չէ՞, այդպես։ Նույն գիմնաստները, ովքեր որ անում են օրինակ մի քանի հատ սալտո, իրենց միշտ զգուշացվում է, որ այ հետ չփոշմանեք օթում, որովհետև որ փոշմանեցին, վերջ, այդտեղ կարան ուղղակի ինչ որ վիզը նույնիսկ կոտրեն, էլի, այդպես միշտ կա այդ ռիսկը։ Բայց երբ որ գրագետ ես աշխատում եւ նաեւ երեխաների հետ հատկապես սովորացնում ես գրագետ աշխատել, այսինքն օրինակ ոտնաթաթը շատ երեխաներ ձգում են, այսպես ձեռքերով պետքա ցույց տան, որովհետև իրական պետքա վիզուալ ցույց տան, որ պատկերացնենք, եւ այսպես ծռում են, դեպի բութմատերն են ձգում։ Այս դեպքում օրինակ հարթաթաթությունը, հա, եւ հետո կբացատրեմ արդեն կանգնած վիճակում։ Ոչ թե չի ուղղվում, այլ կարող է նույնիսկ վատանալ, բայց երբ որ օրինակ բալետով ճիշտ են զբաղվում, շատ դեպքերում նույն հարթաթաթության խնդիրը կարող է վերանալ, էլի, այսինքն օգուտ լինի երեխային։ Եվ այնպես չի որ բալետը միայն տրավմաների եւ ցավերի մասին է, այսպես դες ասեմ։ Իսկ ինչ որ վերաբերվում է, երբ որ այստեղ շատ հանդիպած կարող է լինեք բարող երեխաների մոտ կոճի, ասած գերաճ, չէ՞։ Այս բութմատի կոճկեր։ Այդ դա օրինակ նրանից առաջանում, որ հենվում են այդ բութմատերի վրա։ Այսինքն, այո, բալետի ժամանակ մենք պարտավոր ենք ոտքերը շրջել մեր նորմայից ավելի շատ։ Եվ եթե երեխան չի հենվում իր ամբողջ ծանրությունը չի գցում ամբողջ ոտնաթաթի վրա, այսինքն ճկույթները հատակին չի զգում, իսկ հիմնականում երեխաները դա չեն զգում, պետքա դա անընդհատ բացատրել, անընդհատ։ Այսինքն մենք պատկերացեք այսպես կրացած ամեն երեխայի ոտք ուղում ենք, որպեսզի իրենք պատկերացնեն ոնց պետքա ոտնաթաթը հատակի վրա զգան։ Այդ նույն բալետային առաջին դիրքի ժամանակ։ Եվ այդ process-ը չի տևում օրինակ 5 րոպե, դա կարող է մի ամբողջ դաս տևել, հասկանում եք, միայն դա բացատրվի, որովհետև փիլիսոփայությունը փոխել էլի, որ եթե դու ուզում ես ճիշտ այդ շարժումը անել, հասնել դրան, պարտադիր չի դա ցավի ու միանշանակ
տանջանքի Այո։ արդյունք լինի, այլ կարելի է համբերությամբ զինվել։ Դե հիմա բայց պատկերացրեք, թե ինչքան մարդ, որ դասավանդում է, դա այդպես չի անում։ Ես այստեղ ոչ թե խոսում եմ նրա մասին, որ մենք ինչ որ գեր գործ ենք կատարում, ես կարծում եմ, որ դա նորմալ է, որ մենք դա անում ենք, բայց նորմալ չի, երբ որ դա չեն անում։ MRT ոդկասթի գործընկերն է MRT կլինիկը։ 3 տեսլահզոր MRT սարք, փորձառու բժիշկ ռադիոլոգներ, պատասխանները տրամադրվում է ընդամենը 1-2 օրում։ Ամենամատչելի արժեքը գործում է նաև պետպատվեր, սոցիալական փաթեթ եւ ապահովագրություն։ Ձեր MRT-ն MRT կլինիկում։ Հասցեն Հալաբյան 9/7։ Ես վերջերս Մայա Պլիսեցկայի մասին դոկումենտալ կինո էի նայում, շատ հետաքրքիր էր դեպք ու իր կյանքը, իր կարիերան ինքը բավականին երկար է ապրել ու մինչև կյանքի վերջ, մինչև տենց շատ մեծ տարիքել ինքը կարողանում էր իրան պահել այդ բալետային դիրքերում, հա, այդ տարբեր այդ բաները անել ու ինքն էլ էր ասում էր, որ կարևորը սերն ու ցանկությունն է ու երբեք պետք չի ինքդ քեզ տանջես, կարաս ունենաս համբերություն ու հասնես այդ դիրքին իդեալական լիքը փորձերի արդյունքում, այլ ոչ թե անվերջ տանջանքների ու շատ sense գրավեց ինձ այդ կինը ու շատ ես այդքան չէի նայել բալետ կոնկրետ Մայա Պլիսեցկայի ելույթները, տենց միացրեցի մի քանի հատ զապիս նայեցի իրոք ինչքան գեղեցիկ ու ինչքան sense թեթև ապրես թեթև են որ գիտեք երբ որ նայում ես մարդուն ով որ ինչ որ մի բանը ցավով ու տանջվելով է անում ու պրոֆեսիոնալ սպորտում էլ է տենց ինչքան է լինում որ այդ պահին մարզիկը վնասվածք է ստանում ու ինքը այդ պահին չի լքում, հա, չի լքում այդ մարզային մարզադաշտը, այլ մնում է ու sense զգում ես ինչքան ծանր է, ինչքան տանջվելով է ու դա հետագայում ինչքան խնդիրների է բերելու։ Դրա համար ինձ թվում է այդ ստոպն էլ է շատ կարևոր, հատկապես պարում, որովհետև պարում հիմնականում երիտասարդ աղջիկներ են, ովքեր որ ուզում են տենց ամեն ինչի հասնեն ու հաստատ մեծ կոնկուրենցիա կա չէ։ Հաստատ, միանշանակ։ Այդ բնակավարում։ Ամեն դեպքում ես կարծում եմ դու քո արած աշխատանքից պետքա հաճույք ստանաս առաջին դա առաջնային։ տարածեք Ու միանշանակ չգիտեմ, եթե մենք գնանք բալետի, օրինակ գնանք բանը նայելու Կարապի լիճը նայելու հաստատ այն կարապները ովքեր որ թեթև ու հանգիստ չեն այլ իրանց մոտ ցավեր են ու տանջանքը հաստատ մենք դա կգտնենք այդ vibe-ը լրիվ գալիս է մի հատ բան ասեմ էլի այստեղ շատ կարևոր բան չնշեցինք որ պրոֆեսիոնալ արդեն զբաղվելու համար շատ խորացված դրա համար պետք է նաև բնատուր տվյալներ, ինչպես որոշակի Ես չեմ կարա երբեք չէ, դե չգիտեք կարող եք թե չէ, այդ պետքա շատ փոքր տարիքում ստուգվել, էլի կարող եք թե չէ, բայց բնատուր այդ տվյալները շատ կարևոր են, որովհետև բնատուր տվյալների պարագայում շատ ավելի հեշտ է ամեն բան ստացվում։ Mindset-ն էլ է կարևոր։ Մարդ կա ուզում է օրինակ դրանով զբաղվի։ Ինձ օրինակ փոքր ժամանակ մաման տանում էր բարի նկարչության փոխարեն, որտեվ ժամային չէր համապատասխանում։ Ես շատ էի ուզում գնալ նկարչության, բայց մաման ինձ տանում էր բարի։ Ի վերջո ես բարից դուրս եկա, որովհետև մաման հասկացավ, որ դա իմը չի։ Այսինքն երեխային էլ պետք է լսել։ Ես գիտեմ, որ դուք երեխաների հետ եք ավելի շատ աշխատում։ Ուզում եմ շեշտադրումը դնել երեխաների հոգեբանական ճիշտ զարգացման առողջության վրա, որ շատ ծնողներ շատ ժամանակ չեն հասկանում, ստիպողաբար են տանում կամ չգիտեմ, որ ինքը որոշել է, որ իր երեխան պետք է լավ բառել իմանա, կարող է այդ երեխան չի ուզում լավ բառել իմանա, ժողովրդյան։ Կուզենայի ավելի շատ այդ թեման ոնց որ ծավալեինք։ Ես գտնում եմ, որ բոլոր աղջիկներին պետք է պար, որովհետև պարը այնքան շատ բան կդնի երեխայի մեջ, ինչը որ կարծում ոչ մի ուրիշ արվեստ այդ աստիճան չի դնի, չնայած որ յուրաքանչյուր արվեստ իր տեղում է։ Այո, բնավորություն է զարգացնում, ինքնավստահություն, հետո պարը ինքը հենց էսթետիկ արվեստ է, այո, սովորացնում է ճաշակ, սովորացնում է դիսցիպլինա շատ կարևոր է, ինչպես որ սպորտը եւ կարծում եմ որ յուրաքանչյուր երեխայի հետ կարելի է խոսել, գալ ինչ որ ընդհանուր հայտարարի, նույնիսկ նրանք, օրինակ մենք մի բալիկ ունենք, ես երկար ժամանակ դասավանդել եմ իրեն, ուզում նույնիսկ ասեմ մեր Բերտայի մասին է խոսքը, ինքը եկել է ասենց մի քիչ թմբլիկ երեխա էր, այսինքն ինքը չի եկել պարային տվյալներով, ու սկզբում որ պարապում էր, ինքը չէր ուզում պարեր, ասում էր ես չեմ ուզում, ասում եմ օրինակ դասավանդից միշտ ասում եմ ուզում եք բալերինա դառնաք, այսպես մոտիվացնում ենք, ասում եմ չէ,
ասում էի դու ինչ ես ուզում դառնալ, ասում էր ֆիզիկոս եմ ես դառնալու, այսինքն մարդը գիտի ինչա ուզում դառնա։ Հետո ես իրան խոսում եմ, ասում էլի ֆիզիկոս դարձիր, քեզ ոչ մեկ չի ասում, արի պարող միան, գնա պարող դարձիր, բայց այս ինչ որ դու հիմա անում ես, քեզ տալու է այ գեղեցիկ կազմվածք, տալու է ճաշակ, տալու է այնպիսի համերգներ, որտեղ որ դու լսելու ես շատ լավ երաժշտություն որակյալ, ասում եմ, այն էմոցիաները ու փորձը, որ դու ունենալու ես մեզ հետ ճանապարհ անցնելով, դա հաստատ քեզ համար լինելու է անգնահատելի ու բացատրում ենք այդ ամեն ինչը։ Այ կունենաս գեղեցիկ շրջված ոտքեր, ամեն ինչ է, էլի մկանային առումով երեխաներ կան այնքան անշարժունակ են, իրենք ընդհանրապես չեն կարող շարժվել, բայց իրենք գալով չեք պատկերացնի մի քանի տարի հետո սկսում են արդեն ուզենալ իրենք հենց պարով շարունակել, որ երբեք չես պատկերացել, որ իրենք կարող ուզենան, էլի մենք այնպիսի երեխաներ ունենք, որ հենց այդ նույն շպագատը բացարձակ չէր բացվում, իսկ հիմա իրենք ամենաուժեղներից են, դա փոխվում է ամեն ինչ իրենց մեջ։ Ուզում եմ ասեմ, կարծում եմ, որ յուրաքանչյուր երեխայի հետ կարելի է աշխատել, այդտեղ եւ ծնողը պետք է աշխատի հոգեբանական առում, ոչ թե ստիպելով, այլ բացատրելով։ Եվ մենք ընդհանրապես այսպես զգուշացնում ենք, որ եթե կա անկում, տրամադրության, չկա ցանկություն, միշտ ասեք, մենք կխոսենք երեխայի հետ, խոսում ենք եւ հիմնականում անկեղծ այդ ամեն ինչը sense գալիս է գարմոնիայի մեջ է մտնում ու երեխան սկսում է արդեն սիրով հաճախել, էլի։ Այդպես ես այնքան հաճույք եմ ստանում մեր հյուրերի հետ խոսալուց ու այս թեման մեր համար նոր էր, որովհետև բժշկության հետ ու տրավմաների հետ կապված կապ ունի։ Մոտ է կապ չունի, բայց ինչքան մեծ կապ ունի, հա։ Բայց այնքան sense հաճույք եմ ստանում ու այնքան շնորհակալ եմ ձեզ, որ այսքան որակյալ եւ հոգատար մասնագետներ կան Երևանում։ Իսկականից շնորհակալություն ձեր աշխատանքի ընթացքում, sense մտքից մեջ անդադ sense զուգահեռ ուզում եմ հիշեմ ինչքան դեպքեր ա եղել, որ մենք որպես MRT-ի մասնագետ առնչվել ենք հենց պրոֆեսիոնալ պարողների հետ ու այդտեղուն հիշեցի, բայց համ պրոֆեսիոնալ բալետի պարողներ ենք ունեցել, համ ես ես վերջերս կպատմեմ, կստացի այդ պատմությունը, break dance պարող երիտասարդ տղա եմ ունեցել, համ կրկեսում աշխատող ակրոբատուհի աղջիկներ եմ ունեցել։ Այդ երիտասարդի հետ կապված break dance պարող ինքը բավականին լավ պարող է ու նոր չի սկսել մոտավորապես 30 տարեկան է, հստակ չեմ հիշում, շատ հետաքրքիր է, ինքը ունի ոտքում հագլունդի դեֆորմացիա ասվածը, դա կրունկոսկրի գերաճն է։ Հա, ամեն դեպքում ինքը որպես այդպեսին կարա մարդուն չխանգարի, բայց եթե մարդ զբաղվում է սպորտով կամ ինչ-որ այդպիսի բանով, ու սենց վերջի անգամ որ եկել էր, հաճախ գալիս է MRT-ի, որպեսզի տեսնենք այդ հարակից հյուսվածքները դրա ֆոնին այտուցվածություն կա, որպեսզի այդ այտուցվածությունը մենք բան անենք, հսկենք։ Հիմա այս վերջերս բավականին այդ գերաճած մասը մի փոքր ֆրագմենտացվել էր ու բավականին դա խանգարում էր հատկապես հետևի կողմից աքիլեսյան ջլին ու ինքը տենց խոսում է, ասում է, բա ես ոնց կարամ առանձին break dance-ի, ես ոնց կարամ չպարեմ բան, ասում եմ, բայց ինչ ես դու մտածում, որ հիմա այս խնդիրը կա ու դա աշխարհի վերջն է, դու կարաս վիրահատվես ու մենք խոսացինք տրավմատոլոգների հետ, դա էլ է լուծվող հարց փաստացի, կարաս վիրահատվես, կարաս մի որոշ ժամանակ հիմա փաստացին իրան է դա սպասում, մի որոշ ժամանակ մի քանի ամիս ինքը հանդարտ վիճակում է լինելու ու էլի շարունակելու է իր break dance-ը, այս ինչի համար եմ պատմում, որ ցանկացած պրոֆեսիոնալ մարզիկ, պրոֆեսիոնալ պարող չվախենա այդ դիագնոզներից, չվախենա հետազոտվել ու հասկանալ, որ իր մոտ մի բան այն չի, որովհետև հիմնականում այդ հարցերը լուծվող են ու ավելի լավ այդ հարցը լուծել, թեկուզ մի որոշ ժամանակ հանդարտի մեջ պահել օրգանիզմը կամ տվյալ, չգիտեմ, հոդը հանգստացնել ու հետո էլի շարունակել զբաղվել պրոֆեսիոնալ, ինչպես որ ցանկություն ունես ու ուզում ես, այնպես որ լուծվող հարցեր են, եկեք MRT-ի եւ Շատ շնորհակալություն Ասիա ջան ձեր զրույցի համար, իսկապես շատ հետաքրքիր էր ինձ որպես բժիշկ, որպես մամա շատ հետաքրքիր էր զրուցել ձեր հետ եւ իմանալ ինչ հնարավորություններ կարող եմ ես տալ իմ երեխային։ Իսկ ես ուզում եմ ասել, որ MRT ոդքասթի գլխավոր գործընկեր MRT կլինիկն է։ Շատ հաճելի էր, շնորհակալ եմ շատ հրավերի համար, իրոք Ձեզ շատ հետաքրքիր էր։ Իսկականից։ Ճոհ տեսի լավ թողարկում է։ Իսկականից եմ որ օպրես։